Պարոն Հովակիմյան, ընտրությունների արդյունքները ամփոփելուց հետո, երբ արդեն պարզ էր, որ ուժերն են ասելու խորհրդանան, ձեր նկարներով բազմաթիվ էջերում, այսպես նկարչի կերպարով լուսանկարներ են տարածում, ձեզ անվանում էին նկարիչ, ԽՊԻ նկարիչ, ձեր արձագանքը ինչպիսին է այդ բոլոր մեկնաբանությունները, նաև ընդդիմությունը, կարծես ասում են ժամանակին ՀԺ Նիկոլ Փաշինյանի համար աշխատած Հովակիմյանից ինչ պետք է սպասել, այս դիտարկումները եւ նաեւ լուսանկարներին ձեր արձագանքը եւ այսօր Նարեկ Կարապետյանի հետ կապված այսպես ենթադրվում է, որ կվարվեք այնպես, ինչպես նախկինում մյուս ընդդիմադիրների դեպքում է եղել։ Վերջին պատճառը կզրկվի անձնամխելությունից Նարեկ Կարապետյանը ունե ձեր պատասխանը, ինչպես մենք տեսել ենք նախկինում ընդդիմադիր այլ գործիչների դեպքում եք հնվարվել։ Ես կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը նախապես սկսեմ վերջից ձեր հարցի։ Նախ ուղղակի ես քան որ ներկայ չթաքցնեմ, ես կան լրագրողներ, ում ճանաչում եմ այսպես վաղուց այսպես իմ նախկին կյանքից եւ կան լրագրողներ, որոնք որ նորեն 1980 որ չեմ ճանաչում։ Դուք որ ուզում ասեմ, որ մեզ հետևում են օնլայն հետևողներն հրապարակորաթերթ Աննա Պապիկյան, Աննա Պապիկյան, Տիկին Պապիկյան, քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, քաղաքացիները իրենք իրենց նախապատվություններով, նկատի ունեմ, ասենք Հայաստանի տեղինությամբ իրադարձություններով, կարող են ազատեն ով ինչպես ցանկանում է գնահատական տալու։ Եթե այդ գնահատականը չի հատում վիրավորանքի կամ զրպարտության շեմը, տվյալ դեպքում, ասենք իրավական գործընթաց հարուցելու հիմքը կարող լինել վիրավորանքի շեմը հատելը։ Ես տեսել եմ սոցցանցերում եւ այլ այդ թվում վիրավորական արտահայտություններ, բայց կարծում եմ, որ այս դեպքում իրավական գործընթաց հարուցելու կարիք չկա։ Յուրաքանչյուր մարդուն դատում են ասում ժամանակը։ Ես կարող եմ պարզ ճակատով ասել, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները անցել են ազատ արդար թափանցիկ։ Այդ ընտրությունները բոլոր նախորդ ընտրությունների համեմատությամբ այդ ընտրությունների ընթացքում թերացումներ անհամեմատ քիչ են եղել։ Բայց մենք ունեցել ենք իրավիճակ, երբ որ ըստ էության քաղաքական ուժերից մեկի անցնել չանցնելու խնդիրը, այսպես ասած, շեմը շատ զգայուն իրավիճակում է եղել եւ այդ լարվածությունը, այդ նաեւ էմոցիաները դրանով են պայմանավորված։ Բայց ես կրկնում եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրությունները, որոնք տեղի ունեցան 2026 թվականի հունիսի 7-ին, եղել են մինչ այդ տեղի ունեցած ընտրությունների, այսպես ասենք, համեմատում իրենց թերություններով, տեխնիկական խնդիրներով լավագույնը։ Եվ սա բնական է, սա ընդհանրապես զարգացման ընթացք է, ինչպես նախորդ բոլոր ընտրություններն էին միշտ առաջընթաց ունենում, այդ թվում նաև տեխնիկական ապահովման մյուս խնդիրներով այս ընտրությունների ևս, բայց կար մեծ էմոցիա, մեծ, այսպես ասած, լարում, որ կրկնում եմ այդ քաղաքական ուժերի ակնկալիքներով, հույսերով, չգիտեմ, Պարոն Հովակիմյան, ներողություն, ձեզ մեղադրում են շատերը ԲՀԿ-ի ձայներ գողանալ մեջ եւ ձեզ ասում են ձայների գող։ Մանդատագողության մեջ են ձեզ մեղադրում։ Հարգելի լրագրողներ, ես ասում եմ, կարող են բազմաթիվ վիրավորանքներ հնչեցնել։ Հիմա ես ուզում եմ ձեր մղումը հասկանալ։ Վիրավորանքները հնչեցնելու ձեր մղումը հասկանալ։ Հիմա որովհետև հարգելի լրագրողներ, ոչ, հարգելի լրագրողներ, ես հիմի եկեք չմոռանանք, որ ես ժամանակին ձեր կարգավիճակում եմ եղել։ Հիմա դուք
այդ հարցը հնչեցնելով ընդամենը դուք եք ինձ փորձում վիավորել, որովհետև այնինչ որ մարդիկ, այսպես ասեմ, չգիտեմ, մարդիկ ասենք սոցցանցերում կգրեն կամ քաղաքական գործիչները իրենց հայտարարություններին կանեն, ով կանի, ես, եթե անհրաժեշտ համարեմ իրենց կարձականքեմ, դուք դա վիավորանքը հարցի վերածելով ընդամենը դուք եք արդեն հանդես գալիս վիավորողի դերում։ Եվ ես պիտի պարոն լսեք, հարց եք տալիս պատասխանում այս դեպքում էլ նաև ինչ-որ չափով նաև ձեզ ա վերաբերում, որովհետև դուք էլ այդ նման վիավորանքները հարցերի մեջ դնելու բնավորություն ունեք։ Ես պիտի ձեզ ուղղակի հորդորեմ, որ ձեր մնացեք, որովհետև այդպես դուք անկեղծ ասած լրագրողի վեհ մասնագիտություն եք։ Ես 20 տարի լրագրող եմ եղել, ես հպարտ եմ իմ այդ 20 տարվա փորձով, ես դա համարում եմ իմ կենսագրության ամենապայծառ շրջաններից մեկը եւ ձեզ ուղղակի խնդրում եմ այդ մասնագիտությունը ոտատակ չտալ զուտ քաղաքական ինչ-որ շատ սպասարկելով։ Խնդրանքս դա է, կարող եք խնդրանքս մի զուգահեռ խնդրում եմ, զուգահեռ մի խոսեք, ավարտեմ, հետո էլի նորից արտահայտվեք, հարց չկա, խնդրանքս, կարող եք խնդրանքս հարգել եւ չանել, կարող եք խնդրանքս անտեսել եւ շարունակել այն, ինչ որ անում եք, դա ձեր գործն է, ես ուղղակի իմ խնդրանքը զուտ որպես նախկին լրագրող, ասում եմ, այն մանդատը, որ ես ունեցել եմ լրագրողի, ես հարգում եմ ու խնդրում եմ, որ դուք էլ ձեր գործունեությամբ ուղղակի լրագրողի մասնագիտությունը չնսեմացնեք։